2025 թվականին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին արձանագրել ենք միջինում 7.9% տնտեսական աճ։ Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող հնան կրկնապատկվել է $4,750-ից հասնելով գրեթե $9,500 մակարդակին։ Տնտեսական աճին զուգընթաց զգալի փոփոխություններ են կատարվել նաև տնտեսության կառուցվածքում։ Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7%-ային կետով։ Տնտեսության կառուցվածքի վերաբերյալ քննադատական եւ թերահավատ մոտեցում ունեցողներին ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք ծառայությունների արտահանման մեծ պոտենցիալ։ 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է հնայում շուրջ 21%-ի։ 21 թվականի համեմատ բարձրանալով 8.2%-ային կետով։ Հատկանշական է, որ այս փոփոխության պատճառների առաջատարներից են եղել ֆինանսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք արտահանման մեծ պոտենցիալ ունեն։ Ֆինանսական ծառայությունների արտահանումը հնայում կազմել է ավելի քան 21%։ Համեմատության համար նշեմ, որ այն 21 թվականին ընդամենը 0.3% էր։ Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների արտահանումը 21 թվականին 2.8%-ից հնայում հասել է ավելի քան 5.1%-ի։ Մեկ այլ կարևոր փաստ ևս։ Վերջին տարիներին զուտ արտահանումը զգալիորեն բարելավվել է։ Եթե 2011-2017 թվականներին զուտ արտահանումը հնայում միջինում կազմում էր -16.5%, իսկ 18-20 թվականներին -13.3%, ապա 21-25 թվականներին միջինում այն -3.7% է, որին զգալիորեն դրական նպաստ է բերել ծառայությունների արտահանման դերի բարձրացումը։ Ընդգծեմ, որ այս փոփոխությունները հատուկ են զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներին։ Այսպիսի աճը պայմանավորված է նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերով, ինչը շեշտակի աճել է վերջին 5 տարիների ընթացքում։ 2025 թվականին կապիտալ ծախսերը ավելացել են շուրջ 145 միլիարդ դրամով նախորդ տարվա համեմատ, հասնելով հնայում 6.2%-ի։ Իսկ 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերը ավելացել են ավելի քան 3.2 անգամ, կամ շուրջ 484 միլիարդ դրամով, հնայում շուրջ 3.1%-ային կետով։ Մենք փաստացի կրկնապատկել ենք կապիտալ ծախսերի դերը տնտեսությունում։ Հատկանշական է, որ տնտեսական կապիտալ ծախսերը 2021 թվականի համեմատ, սա ի նկատի ունեմ պաշտպանության նախարարության ծախսերը հանած, ավելացել են շուրջ 173 միլիարդ դրամով, իսկ հնայում մոտ 0.9%-ային կետով։ Կապիտալ ծախսերի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը, այլ հակառակը նվազել է 2021 թվականի 25.9% մակարդակից հասնելով 23%-ի։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային եւ ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար։ Չնայած տարատեսակ ցնցումներին, որոնց ենթարկվեց մեր պետությունը նախորդող ժամանակահատվածում, մենք կարողացել ենք դեֆիցիտը պահպանել միջինում 3.2% մակարդակում։ Սա հնարավորություն տվեց մեզ կառավարության պարտքը կտրուկ նվազեցնել 60.2%-ից հասցնելով 47.2%-ի, որով զսպել ենք տոկոսային ծախսերի աճը եւ ստեղծել բավարար տարածք հետագա կտրուկ ցնցումներին դիմակայելու համար։ Այս արդյունքները հնարավոր են եղել ոչ միայն տնտեսական աճի, ծախսերի արդյունավետության եւ մեր պետության ռիսկերի նվազման, այլ նաեւ հարկեր հնա հարաբերակցության բարելավման ուղղված հսկայական ջանքերի շնորհիվ, որին էապես նպաստել է վարչարարության բարելավումը եւ ստվերի շարունակական կրճատումը։ Ոգևորության պետք է արձանագրել, որ հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը մեր երկրում զարգացել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս վստահ են, որ իրենց կողմից վճարված հարկերը ուղղվում են իրենց իսկ մատուցվող ծառայությունների ընդլայնմանը եւ լավարկմանը։ Նրանք իրենց տանը, բակում եւ համայնքում են նկատում բարենպաստ փոփոխություններն ու զարգացումները։ Մենք գործում ենք համատեղ առաջնորդվելով պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը բանաձևով։ Եվ հունիսի 7-ին մեզ տված քվեն հենց այս տրամաբանության հաստատումն է։ Պետությունը իրականացնում է միջավայրաստեղծ աշխատանք, որը դրսևորվում է մի կողմից կայուն եւ կանխատեսելի ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման,
Ներդրումների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման, հավասար մրցակցային միջավայրի ապահովման միջոցով։ Մյուս կողմից, ազգային տնտեսության մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, վարձու աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ այլ կարևոր ուղղություններով պետական գործառույթների իրականացման ձևով։ Հարկերի տեսքով պետական բյուջե վճարվող գումարներն ամբողջությամբ հասցեական ձևով եւ վստահելի հաշվետվողականությամբ ծախսվում են հանրային բարիքների ապահովման ուղղությամբ, նպատակ ունենալով ըստ ճիշտ ընտրված առաջնահերթությունների լուծել սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական եւ այլ հանրօգուտ նշանակության խնդիրներ։ Այս իմաստով հատկանշական է այն, որ միայն պետության միջոցով եւ պետության սահմանված կանոններով է հնարավոր ներդնել հանրային ռեսուրսների հավաքագրման եւ ծախսման այնպիսի համակարգեր, որոնց արդյունքում ապահովում են անվտանգային միջավայր, պաշտպանունակություն, իրավակարգ, մրցակցային, գործարար եւ համակերպության միջավայրեր, կլիմայի փոփոխության հետևանքով անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հասարակության ծերացման առնչվող հիմնախնդիրների լուծումներ, այլ հանրային բարիքներ, որոնք որևէ կերպ հնարավոր չէ ապահովել անհատական մակարդակում։ Հարկային բեռն արդարացի ձևով է բաշխված տնտեսության տարբեր ոլորտների, գործունեության տարբեր տեսակների, հարկման տարբեր համակարգերի եւ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև։ Եվ եթե անգամ կիրառվում են օրենքով սահմանված որոշ հարկային արտոնություններ, ապա դրանք բխում են կառավարության հայտարարած տնտեսական զարգացման առաջնահերթություններից ու գերակայություններից, հանրապետության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Հարկային արտոնությունները երկարաժամկետ հեռանկարում հասարակության համար ապահովում են ավելի մեծ հանրային բարիքներ կամ կրճատում են ավելի մեծ հանրային ծախսեր, քան դրանց հետևանքով չհավաքագրված հարկերն են։ Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, որոնք հնարավորություն ունեն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել եւ դրանով իսկ անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել բարեխիղճ հարկ վճարողների հետ։ Անցյալ 5 տարիների թռիչքաձև տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին նաև վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները, այդ թվում աշխատավարձի, աղքատության, սոցիալական բևեռվածությունը բնութագրող ցուցանիշները։ Հատկանշականն այն է, որ 25 թվականին աշխատավարձերի եւ վարձու աշխատողների աճը գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6%-ով, կազմելով 303.140 դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը 4.6%-ով, կազմելով 795.212 մարդ։ Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճերը։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցել նաև գյուղատնտեսության, վարչական ծառայությունների, փոխադրումների ոլորտում։ Գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 12.8%։ 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6%-ով, վարձու աշխատողները 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով։ Կարևոր է ընդգծել, որ 21 թվականի համեմատ սպառողական գները աճել են շատ ավելի համեստ տեմպով, 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով։ 2025 թվականին միջին գնաճը գտնվել է թիրախային մակարդակին շուրջ եւ կազմել 3.3%։ Միջին աշխատավարձի աճը զուգորդվել է արտադրողականության բարձրացմամբ։ Եթե 21 թվականին մեկ զբաղվածի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 6.4 միլիոն դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 9.6 միլիոն դրամի։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում։ Զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.5%-ային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.9%-ային կետով։ Ըստ այդմ ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել,
որ աղքատության, անհավասարության նվազման միտումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մեր իրականացած քաղաքականությունները, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացմանը եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ուղղված միջոցառումները ոչ միայն դրական նպաստ կբերեն անհավասարության հաղթահարման գործընթացին, այլ նաեւ կբարձրացնեն հասարակության ընդհանուր բարեկեցությունը։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 334 միլիարդ դրամով։ Արդյունքում հարկեր հնահատուցանիշը կազմել է 24%, 24 թվականի 23.3-ի եւ 21 թվականի 23%-ի դիմաց։ Այս 5 տարիներից 3-ի ընթացքում հարկերի հավաքագրման տարեկան աճը կազմել է ավելի քան 300 միլիարդ դրամ։ Այսինքն ամեն տարի մենք ունեցել ենք հավելյալ 300 միլիարդ դրամ հարկային եկամուտներ։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանում նախկինում երբեք չի գրանցվել։ Այս արդյունքը ոչ միայն արդյունավետ վարչահարության, այլ նաև տնտեսության զարգացման եւ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվելու բարենպաստ միջավայրի ապահովման շնորհիվ է։ Բիզնես միջավայրի բարելավման մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին 5 տարիների ընթացքում ակտիվ հարկ վճարող կազմակերպությունների թիվը աճել է ավելի քան 49,000-ով կամ 49.4%-ով։ Այդ թվում խոշոր կազմակերպությունների քանակը աճել է 34%-ով, իսկ միջին կազմակերպություններինը 68%-ով։ Հատկանշական է, որ կազմակերպությունների թվի աճին զուգահեռ տեղի ունեցել նաև կազմակերպությունների խոշորացում։ Այդ մասին է վկայում այն, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի կշիռը ընդհանուր հարկային եկամուտներում 21 թվականի համեմատ նվազել է շուրջ 3.6%-ային կետով։ Սա նշանակում է, որ հարկային եկամուտները ձևավորվում են ոչ միայն ավանդական խոշոր հարկ վճարողների, այլև հազարավոր այլ կազմակերպությունների հաշվին, որոնք ընդլայնել են իրենց գործունեության ծավալները եւ մեծացնել իրենց ներդրումը տնտեսության մեջ։ Կառավարության ծախսային քաղաքականությունը 2025 թվականին կրել է ռազմավարական բնույթ, շեշտադրելով անվտանգային կարողությունների հզորացումը եւ մարդկային կապիտալում ներդրումները։ Պետական բյուջեի փաստացի ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռները կազմել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերը։ 2025 թվականի պետական բյուջեից ծախսվել է 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որից 703 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2025 թվականի ծախսերը ավելին են եղել 24 թվականից 350 միլիարդ դրամով, որից կապիտալի մասով շուրջ 145 միլիարդ դրամով։ Թույլ տվեք առանձին չներկայացնել ամեն մի նախարարության ծրագրերի կատարողականը, քանի որ առիթ ենք ունեցել հանձնաժողովներում մանրամասն քննարկումներ ունենալու եւ գործընկերներս առանձին ելույթներով հանդես են գալու ոլորտային հաշվետվություններով։ Այժմ պարտքի եւ դեֆիցիտի մասին։ Հարգելի գործընկերներ, կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50%-ից ներքև շրջանակում։ Ավելին, առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45%-ից ներքև մակարդակի, ինչը հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12.1%-ից նվազեցնել 10%-ի։ Սրանով ավելի մեծ տարածք ստեղծելով սոցիալական եւ մարդկային կապիտալի զարգացման ուղղված մեր նախաձեռնությունների համար։ 2025 թվականին կառավարության պարտք հնահատուցանիշը կազմել է 47.2%, նախորդ տարվա համեմատ նվազելով 0.5%-ային կետով։ Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ։ Պետական բյուջեի պակասուրդը կազմել է հնա 3.7%, պլանավորված 5.5%-ի փոխարեն։ Մյուս կողմից, կոորդինացված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ներքո տնտեսական աճը շարունակել է բարձր մնալ, գնաճը եւ փոխարժեքը կայուն լինել
ինչ արտացոլվել է նաև պարտքի մակարդակում։ Մյուս ոչ պակաս կարևոր ձեռքբերումը պարտքի կառուցվածքի շարունակող բարելավումն է, որի արդյունքում ներքի պարտքին կշիռը կառավարության պարտքում 25 թվականի վերջին հասել է 53%-ի, Հայաստանի ցուցանիշը մոտեցնելով դիմակայունության տեսանկյունից ավելի ընդունելի մակարդակի։ Հիշեցնեմ, որ այս ցուցանիշները 21 թվականին վերջի դրությամբ կազմել էր 29%։ Հարգելի գործընկերներ, պարտքի ներգրավման գինը նվազել է։ 2025 թվականին տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,2% կամ 0,6%-ային կետով ավելի ցածր, քան 24 թվականին։ 25 թվականին կառավարության վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0,3%-ային կետով։ Վերջին 4 տարիների ընթացքում առաջի անգամ պետական պարտքի գծով տոկոսավճարների բեռը հարաբերած եկամուտներին նվազել է։ Ուրախ եմ, որ պարտքի վերաբերյալ պսևդո վերլուծաբանների եւ դեղին մամուլի ահաբեկումները այլևս մեր հասարակության կողմից մեծ արձագանքի չեն արժանանում։ Պարտքի կառավարելիության հարցը այլևս քննարկման թեմա չէ, որովհետև ակնհայտ է, որ պարտքը կառավարվում է զգուշորեն, մեր հնա աճի տեմպերը գերազանցում են պարտքի աճի տեմպերին, ինչը նշանակում է նաև, որ պարտքով ստեղծվող երկարաժամկետ ակտիվների մեջ ներդրումն արդարացված է։ Արկաբյուջետային քաղաքականությունից զատ կարևոր է քննարկել, թե բյուջետային համակարգը ինչպես է կատարելագործվում, ապահովելու համար ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը եւ բյուջետային փաստաթղթի լիարժեքությունը։ Բյուջետային ցուցանիշների հետ մեկտեղ մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել կառավարման համակարգի արդիականացման գործում։ Հարկային վարչահարության ոլորտում ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Թվայնացման շնորհիվ պարզեցվել են հարկ վճարողների մատուցվող ծառայությունները, գործարկվել է EXIM էլեկտրոնային հարթակը եւ ինքնաշխատ ծանուցման համակարգերը։ Բյուջետային գործընթացում անցում է կատարվել ավելի երկարաժամկետ պլանավորման։ Միջնաժամկետ ծախսային ծրագիրը այժմ դիտարկվում է որպես 5-ամյա ռազմավարական մակարդակի փաստաթուղթ, իսկ բյուջեն ներկայացվում է եռամյա հեռանկարով։ Մենք նաև ընդլայնել ենք մասնակցային բյուջետավորման փորձը 21 համայնքներում, բարձրացնելով հանրային միջոցների օգտագործման թափանցիկությունը։ Հիշեցնեմ, որ 26 թվականին արդեն այդ համայնքների թիվը դարձել է 52։ 2025 թվականին առաջի անգամ կիրառվել է կապիտալ ծախսերի գծով 24 թվականին ստանձնած, սակայն չիրականացված պարտավորությունների հաջորդ տարի տեղափոխման մեխանիզմը։ Պետական գույքի կառավարման արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարձրացնելու նպատակով 25 թվականի բյուջեում ուղերձի առանձին հավելվածով ներկայացվել են պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող պետական գույքի համար վարձակալական վճարի մոտարկված արժեքները։ Լավարկվել է հանրային ներդրումների ծրագրի կառավարման գործընթացը։ 2026 թվականին կգործի հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների որոշման, իրականացման եւ մշտադիտարկման նոր կարգը, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի բյուջետավորման նոր կարգավորումներ։ Կառավարման արդյունավետության բարձրացման եւ գործառույթների կրկնողությունը բացառելու նպատակով ֆինանսների նախարարության բյուջետային վերահսկողության գործառույթները փոխանցվել են պետական վերահսկողության ծառայությանը, իսկ ֆինանսների նախարարությունում ամբողջությամբ գործարկվել է ծրագրերի գնահատման գործառույթը։ Անդրադառնալով միջազգային համագործակցությանը պետք է նշեմ, որ վերջին տարիներին մեծ թափ է ստացել համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ եւ միջազգային ֆինանսական հարաբերություններում Հայաստանի դիրքի ու դերի ինստիտուցիոնալ վերափոխումը։ Մեր երկիրը թեև շարունակում է դրամաշնորհային եւ վարկային միջոցներ ներգրավել միջազգային զարգացման գործընկերներից, բայց միևնույն ժամանակ հաջողությամբ ստանձնել է գլոբալ սոցիալական պատասխանատվության իր մասնաբաժինը։ Հայաստանի տնտեսական առաջընթացը հնարավորություն է տվել մեզ դուրս գալ ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկից եւ աստիճանաբար աջակցություն ստացող երկրից վերափոխվել դեպի հոգատար գործընկեր ու դոնոր երկրի։ Նրանց համար, ովքեր դեռ գտնվում են աղքատության հաղթահարման փուլում։ Սա հարթակ է, որտեղ մենք հավասարը հավասարի պես նստում ենք համաշխարհային մյուս դոնորների հետ նույն սեղանի շուրջ։ Ավանդական գործընկերների, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական զարգացման գործընկերների հետ ամուր կապերի ամրապնդմանը զուգահեռ մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկել միջազգային համագործակցության աշխարհագրության դիվերսիֆիկացման ուղղությամբ եւս։ 2025 թվականին մենք դարձել ենք ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի լիարժեք անդամ։
ինչը բացում է նոր ուղիներ լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակել ենք ամրապնդել մեր դիրքերը վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում։ 2025 թվականին բաժանորդագրվելով լրացուցիչ 2 միլիոն եվրո ընդհանուր արժեքով 201 բաժնեմասի։ Այսպիսով Հայաստանը միջազգային ֆինանսական հարաբերություններում ձևավորվել է սկզբունքորեն նոր ինքնաբավ դերակատարում։